հակաեկեղեցական արշավը գնում է առաջ նորանոր աննախադեպ գործողություններով։ Ցավով է հիշատակում և հիշում այստեղ տեղի ունեցածներից այն նախընթաց չունեցող գործողությունները, որ տեղի ունեցան ընդամենը օր առաջ մայր աթոռով։ Իսկ դրանից առաջ ապօրինաբար և անիրավի ձերբակալվեցին մեր եղբայրները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աչապարյանը և եկեղեցու թիկունքի և պաշտպանության կանգնած ազգիս մեծ բարերար Տիար Սամվել Կարապետյանը։ Այսօր եկեղեցու պաշտպանությունը կարծես թե մեր երկրում դարձել է անցատողություն։ Մեր ազգային ինքնության պաշտպանությունը մեղավորություն։ Սիրելիներս, այս պահին Տեր ողորմյալի աղոթքի ընթացքում հրավիրում ենք բոլորիդ միասին ձեր առանձնական թախանձագինդ հայցը և ձեր աղոթական խնդրանքն առաքեք արտեր մեր եղբայրների ազատության համար, մեր եկեղեցու զորության համար, արդարության համար և մեր աղոթքով խնդրենք Տիրոջից, որ տա կամք և զորություն մեր ապօրինի ազատազրկված եղբայրներին, որպեսզի կարողանան դիմակայել և այս փորձությունը և արդարության դուրս գալ չարի դավադրակներից։ Թող Տերը անսա բոլորիս աղոթքները և մեր հայց ու աղոթքը լսելի